Սիրելի հավատացյալներ, նախ առաջին հերթին ուզում եմ իմ որդիական շնորհակալություն հայտնել Նավասար արքեպիսկոպոս Քաջարյանին, որ ինձ առիթ տվեց այսօր ձեզ հետ լինել եւ այս գեղեցիկ ու փառավոր պատարագը մատուցել, ի շնորհիվ մեր սիրելի դպրաստասի, որ հիասքանչ եւ փառահեղ կերպով Աստծո արք եւ շնորհակալություն նաեւ մեր սիրելի Տերսերով քահանային, որ իր առաջարկով ու միջամտությամբ ես այսօր այստեղ եմ։ Անմոլ եւ օրվող եւ ողջույն սրբով ամեն։ Երբ ընթերցեք 5 դագարանը պիտի հանդիպեք այնտեղ այնպիսի հերոսների, այնպիսի գեղեցիկ մարդկանց, որոնք Աստծո հետ միշտ հարաբերության մեջ են եղել, Աստծո ներկայությունն են վայելել եւ Աստծո հետ են ապրել։ Այսօր ես այդ անձերից մեկի մասին պիտի խոսեմ, որն է Դավիթ մարգարեն։ Եթե չեք լսել Դավիթ մարգարեի մասին, ապա ասեմ ձեզ, որ Դավիթ մարգարեն փոքրիկ, գեղեցիկ, գանգուր մազերով, կարմիր այներով մի փոքրիկ հովիվ էր, որ իր ոչխարներն էր արածում, եւ օրերից մի օր, երբ ինք իր ոչխարները արածելու ժամանակ տեսնում է, որ իսրայելական բանակը եւ փղշտացիների բանակը իրար հետ ուզում են պատերազմել։ Փղշտացիների հրամանատարը, որ կոչվում է Գողիաթ, Գողիաթ նշանակում է տիտան, հսկա, մեծություն։ Ասում է, ձեր բանակից ինձ տվեք մեկին, որ ես պատերազմեմ նրա հետ։ Եթե ես պարտվեմ, իմ ամբողջ ցեղս ձեր դրամատուրգիան տակ է, իսկ եթե դուք հաղթեք, մենք ձեզ կծառայենք։ Սավուխ թագավորի բանակի մեջ բոլորը վախենում էին, որովհետև Գողիաթը ուներ 3 մետրանոց հասակ, 1 մետրանոց լայնք եւ հսկա ու վարժ մարդիկ էր դաշտում, որ միշտ կարող էր հաղթել։ Սակայն այս բոլոր անցուդարձի մեջ այս փոքրիկ Դավիթ մարգարեն հովիվը գալիս եւ Սավուխ թագավորին ասում է, գիտեք, ես եմ ուզում պատերազմել։ Բոլորը ծիծաղում են ասելով, դու այդ քո փոքրիկ մարմինով ո՞նց ես պատերազմելու։ Ինչ ձևով ես պատերազմելու։ Ասում է, դա ձեր խառնվելու գործը չի, թողեք ես մասնակցեմ պատերազմին եւ տեսեք թե ինչպես կհաղթեք։ Եվ երբ մարտի դաշտ է դուրս գալիս Գողիաթը եւ Դավիթ մարգարեն, Գողիաթն էլ է ծիծաղում։ Սակայն Դավիթ մարգարեն իր բարսատիկի մեջ քարը դնելով, պտտելով ասում է Տեր, դու ես իմ պաշտպանս, վեմս, անմիջ պահապանս։ Եվ քարը շպրտելով տապալում է մի հսկա Գողիաթ եւ հաղթում այդ պատերազմը։ Հիմա մենք չենք խորանալու այս պատմության մեջ, մենք խորանալու ենք Դավիթ մարգարեի ու Գողիաթի անձնավորությունների մեջ, որովհետև այսօրվա դրությամբ մեր կյանքում են կա սիրելիներ այնպիսի մարդիկ, որոնք Գողիաթի մտածելակերպ ունեն։ Սակայն քչացել են այն մարդիկ, որոնք Դավիթ մարգարեի պես իրենց հույսը Աստծո վրա դնելով, իրենց կյանքում Աստված ունենալով, ամեն մի դժվարության ժամանակ, փորձության ժամանակ Աստված ունենալով իր կողքին գնա դեպի առաջ։ Հավատացեք սիրելիներ, մեր մարդկային կյանքի մեջ մենք երբեմն մոռանում ենք, որ գոյություն ունի Աստված, գոյություն ունի այն փրկիչը, ստեղծիչը, որ այսօրվա դրությամբ ստեղծել է այս աշխարհի բոլոր գեղեցկությունները եւ հաճույքները։ Սակայն մեր կյանքում շատացել են Գողիաթները։ Նրանք, ովքեր իրենց անձի վրա են իրենց հույսը դրել, նրանք, ովքեր նրանց եսով հպարտությամբ միշտ ուզեցել են բարձր երևալ, սակայն երբ Աստված միջամտել է, Աստված գոյություն է ունեցել նրա կյանքում, ամեն բան փոխվել, ամեն բան դարձել է բնական ու գեղեցիկ։ Սիրելիներ, այսօր մենք պետք է Դավիթ մարգարեի օրինակով մեր կյանք ապրենք, որովհետև հավատացեք սիրելիներ, Դավիթ մարգարեն այնպիսի մի մարգարե էր, որ իր գեղեցկությամբ
գիտությամբ իր բարությամբ Աստծո սիրտն է շահել։ Պատկերացրեք մենք որպես տկար արարածներ այս աշխարհում, որքան էլ որ մարդ արարած ուժեղ լինի, ցույց տա որ ինքը հզոր է, սակայն կյանքում գալիս են դժվարություններ, փորձություններ, որոնք մեզ մարդկային արարածներս նկարացնում են։ Ես վստահ եմ, որ ձեզնից շատերը իրենց կյանքում ունեցել են փորձություններ, հիմա էլ ունեն փորձություններ, ունեն դժվարություններ եւ չգիտեն թե ինչպես լուծել այդ դժվարությունները։ Ես ձեզ ասում եմ, սիրելիներ, որ ձեր կյանքի միակ եւ հավատարիմ ընկերը, վստահելի ու ամենաբարի ընկերը թող լինի Քրիստոս Հիսուս, որովհետեւ նա այն անձնավորությունն է, որ առանց դավաճանության է սիրում, արդար է սիրում, մաքուր է սիրում եւ իր կյանքում փորձում է միշտ մարդ արարած իր նմանը պահել ու պահպանել։ Այդ իսկ պատճառով է սիրելիներ, որ Դավիթ մարգարեն մի հարվածով տապալեց։ Պատկերացրեք, եթե մենք էլ մեր կյանքում ունենանք այդ հզոր հավատքը, մենք այդ դժվարությունները նույնպես մեկ հարվածով կտապալենք։ Սիրելիներ, թող մեր Տերը, Փրկիչը Հիսուս Քրիստոս իր օրհնությամբ, իր գեղեցկությամբ, իր հզորությամբ, իր այդ ամբողջ վեհ հրեշտակային զորքով, բանակով, թող ձեր հետ ես աղոթող եմ, որ դուք որ այսօր այստեղ կանգնած եք, ձեր կյանքում ցավ չտեսնեք, տառապանք չտեսնեք, հուզմունք չապրեք, տխրություն չունենաք, ու թող միշտ ձեր դեմքի ու սրտի մեջ լինի Աստծո երջանկությունը եւ ուրախությունը։ Սիրելիներ, օրհնյալ եղեք, Տիրոջով եղեք ամենակարևորը, որովհետեւ նրան է ամեն փառք, պատիվ, իշխանություն, այժմ եւ միշտ հավիտյանս ամենից Եվ դու ես համարձակացնի պատմարով, բանալս ներալսվել, դարձանս կերս երկնավոր հայ երկրի